տպավորությունը քարոզարշավի ընթացքի վերաբերյալ կոնկրետ ձերս միասնական ուժին առնչվող ինչ տրամադրություններ կան։ Բարև ձեզ։ Ես կարող եմ ասել վերջի մի քանի օրերի մասին, դրանից նախորդող ինչ-որ ժամանակահատված կար, որ պարզապես հիվանդ չէի մասնակցում, բայց Գյումրին, Դավիթաշենը, Արաբկիրը, մանավանդ Գյումրիում ֆանտաստիկ ոգևորություն էր, ընդ որ մենք Գյումրիում ունենք մի հատ իրավիճակ, երբ որ ցուրտ էր շատ, 5 աստիճան էր, բայց հրապարակում մոտ 10,000 մեր գյումրեցի քույրեր ու եղբայրներ էին հավաքված մեծ ոգևորությամբ։ Ես ուղղակի արձանագրում եմ, որ այն մենք այլափոխին մեզ կանգնացնում էին, ճանաչում էին, հարցեր էին տալի, հարցում էին ինչ ա լինելու։ Եվ պետք է արձանագրել նաև եմ, որ գործող իշխանությունը ունենալով այդ քանակությամբ ադմինիստրատիվ լսակներ եւ այլն, Գյումրիում օրինակ չէր կարողացել այդպիսի ոգևորություն առաջացնել, այդպիսի հանրահավաք կազմակերպել եւ այլն։ Ընդհանուր առմամբ, երբ որ ես վերլուծում եմ մեր աչքի տեսածը, պետք է ասեմ, որ առնվազն մեծ քաղաքներում, ինչպիսին է Երևանը, Վանաձորը, Գյումրին, Էջմիածինը, Ռազդանը, Աբովյանը, Կապանը եւ այլն, առնվազն մեծ քաղաքներում գործող իշխանությունը ակնհայտորեն պարտված է, թե ընդդիմության որդևերը ինչ արդյունք արձանագրեն, այս բան մի արժեք դժվար ասել, բայց ակնհայտ է, որ նաև որ առաջատարը ուժեղ Հայաստանն է, որովհետև այն ոգևորությունը, որ ես տեսնում եմ Հայաստանի շուրջը, այն հույսերը, այն սպասումները, այն ակնկալիքները իսկապես աննախադեպ են։ Իսկապես աննախադեպ։ Մարդիկ վերջապես տեսնում են, որ եկել է մի ուժ երիտասարդ, նոր, թարմ գաղափարներով, ուժեղ տնտեսական հիմքով, ուժեղ այսպես ասած առանցքով նաև մարդկային, որը պատրաստ է իրականություն փոխել եւ դա իսկապես ինձ շատ ոգևորում է։ Պարոն Չարոբյան, տեսեք, արևմուտքը մինչ այստեղ գործակալներ է փնտրում, զուգահեռ նաև ինչ որ հրապարակումներով փորձում է աջակցել գործող իշխանությանը։ Տեսանք վերջինը Եվրանյուզում տեղ գտած ինչ որ վիճակագրական հարցում է, որը հղում էր արվել Բրեյվիսին, բայց այս ընկերությունը հերքել է։ Ի վերջո ինչի համար է սա արվում։ Տեսեք, մեր օրենսդրությամբ արգելված են ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակել առանց հստակ նշման, թե այդ հարցումը ում կողմից է անցկացվել, ինչպեսի մեթոդոլոգիայով, որտեղ, ինչպեսի ընտրանքով, թե որ այդպիսի հարցումների արդյունքներ են գցվում շրջանառության մեջ։ Դա ակնհայտորեն նախ մեր օրենսդրության խախտում է, երբ որ պարզապես փորձ է ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրել։ Ուրախալին այն է, որ ընտրողների մեծ մասը դրա վրա ընդհանրապես ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը դրա դեպքում վստահում է իր խղճին, իր գիտակցությունը, 8 տարիների ընթացքում իր տեսածին։ Շատ դժվար է մարդկանց համոզել, որ այն ինչ որ տեսել են գոյություն չունի, կամ այն ինչ որ չեն տեսել ընդհանրակը գոյություն ունի։ Մարդիկ գիտեն, որ այս իշխանությունը խոստացել է անկախացնել Արցախը, հանձնել Արցախը։ Խոստացել է համատարած բարեկեցություն բերել, աղքատությունը ոնց որ կանեցել մնացել է։ Խոստացել է ժողովրդավարություն կառուցել, ամենահոռի վատ բռնատիրություն ունենք այսօր Հայաստանում ամենամեծ թվով քաղ բանտարկյալներ ունենք, իդեպ ես ասեմ, որ ընտրաշավի ընթացքում տասնյակ նոր մարդիկ են ձերբակալվել, ուղղակի ես թոփոյի մեջ դա չի երևում։ Տասնյակ նոր մարդիկ են ձերբակալվել, ամեն քայլափոխին ամենահայտնին Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը։ Հունիսի 8-ին ինչպեսի Հայաստանում են կարտանալ։ Ես անկեղծ ուզում եմ հավատամ, որ հունիսի 8-ին մենք կարտանանք ուժեղ Հայաստանում, այն Հայաստանում, որում կլինեն իրական փոփոխություններ, իհարկե միանգամից ոչ մի բան չի փոխվի, բայց որ մեր բոլորի առաջ կբացվի շանս այդ փոփոխությունների համար եւ որ մեր բոլորին հնարավորություն կտրվի մեր աշխատանքով, մեր քրտինքով, մեր պայքարով վերականգնել են ամեն ինչ, որ մենք այս տարիների ընթացքում փորձել ենք, ապաշնորհության, հակացախնդրության, գուցե նաեւ ուղիղ դավաճանության պատճառով։ Եվ ուղերձ հանրությանը, ընտրության գնալու հետ կապված ունեք։ Ամենամեծ ուղերձը անպայման եկեք ընտրության։ Ձեզ մի հաստվեք ինչ կարող անի իմ ձայնը։ Ձեր մի ձայնը կարող անել ամեն ինչ։ Ձեր մի ձայներից է։
գումարվելու են միլիոնավոր, հազարավոր, միլիոնավոր ձայները, որով մեր երկիր փոփոխություն է գալու։ Ուստի տակառակը հաստրեք ինչ կարող եմ ես անեմ, որ անպայման գնամ իր փոփոխության եւ այդ փոփոխության հասնեմ։ Շնորհակալություն։